ներկայացրած նախագծին ինչ վտանգներ եք դուք տեսնում այս նախագծի հետ կապված, երեք հայցակցում էր սա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթ չլինի այն ընդհակառակը ներկախ լինի այն մարդիկ, որոնք խուսափել են եւ հետապնդման մեջ վերադառնան հայրենիք։ Արդյոք սա կնպաստի դրան, թե այդ խնդիրներ կառաջացնի։ Տեսեք, մարդիկ ինչ դրդապատճառներով են մոտենում երկրին իրենց ծառայությունները մատուցելու համատեքստում, դա կլինի պարտադիր ժամկետային ծառայության դեպքում, պայմանագրային ծառայության, առհասարակ զինվորական մասնագիտություն ընտրելու պարագայում։ Եթե կա մեկը, որ կարող է պնդել, որ դրա հիմքում բացառապես փողն է կամ սոցիալական երաշխիքներն են, ես այդ մարդկանց կհիասթափեցնեմ։ 90-ականներին, երբ որ նոր ձևավորում էր հայկական զինուժը երրորդ հանրապետության, մարդիկ սկզբնական շրջանում առանց գումարի էին ծառայում, տարիներ շարունակ էին ծառայում, կամ երկար տարիներ բավականին նվազ գումարով էին ծառայում, որտեղ այդ մարդկանց գլխում դա գաղափարական պայքարներ, հայրենիքի պաշտպանության հարցն էր, հասկանում եք, նվիրվածություններ սեփական ժողովրդին, այլ ոչ թե մեկ ավել կամ պակաս ֆինանսական միջոցներ ստանալը։ Ես չեմ ուզում ֆինանսական հարցը զուտ չորթական դեր դնեմ, բայց երբ որ իշխանությունը փորձում է ծառայությունը կամ հայրենիքի նկատմամբ ծառայությունը, առաքելությունը վերածել աշխատանքի, հասկանում եք, դա ավելի կարճ ճանապարհ քան բանակի ֆունդամենտի փլուզումն է, դա պարզապես այս իրավիճակում չի կարող լինել։ Սա մեկ։ Երկրորդը, տեսեք, հասարակության շրջանում առանց այն էլ այս իշխանության հրահրմամբ կա բավականին բևեռացում, տարատեսակ բաժանումներ, որոնք սկսել են սևերով եւ սպիտակներով, հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Առհասարակ երկրի պաշտպանության ներգրավվածության հիմքում ֆինանսները դրանք 4-ական, 5-րդական դիրքում են, հասկանում եք։ Այսինքն խնդրական բաներ ունի իր մեջ ինչ որ մարդկանց այսպես չգիտեմ կաշառքով իր սիրաշահելու նպատակ ունի նախագիծը։ Նախընտրական սրա բնույթը մեկ այլ հարթության հարց է, որը այս իշխանության համար ունի կենտրոնական դեր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի մայիսին, դեռևս 21 թվականի արտերտ ընտրությունների համատեքստում իշխանությունը սկսեց շրջանառել պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախընտրական փուլում բավական ակտիվորեն օգտագործում էր։ Նախորդ տարի 24 թվականի հոկտեմբերին Պաշտպանության նախարարությունը ընդունել է զինված ուժերի կերպափոխման հայեցակարգը, որում նշված է, որ մինչև 27 թվականը պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները կրճատվելու են, որը ևս ձեր հարցադրման համատեքստում է։ Հիմա այս փուլում էլ իշխանությունը գնում է այս ճանապարհով։ Այսինքն ամեն ինչ հաշվարկված է, որովհետև այն հիմնավորումները, որոնք նրանք ներկայացնում են այս նախագծի համատեքստում, որևէ առնչություն չունեն այն մեր ռեալ իրողությունների եւ հետագայում մեծ սպասվելիքի հետ, եւ նաեւ այս տեսանկյունից ուզում եմ նաեւ անպայման նշել, որ նախագծին ուղեկցող նաև փաստաթղթերը, որոնք նաև հրապարակված են, դուք էլ կարող եք ծանոթանալ, դրանք ներկայացված այդ համեմատությունները, ներկայացված այդ վերլուծությունը խոսում է լրիվ հակառակի մասին։ Համալրման հետ կապված հարցը, հասկանում եք, կան այլ հարցեր, նույնիսկ գործող օրենսդրության մեջ, որտեղ կարելի է համալրման խնդիրը լուծել։ Ես ինքս 2 տարուց ավել պայքարում եմ ատեստացիայի համակարգի փոփոխությանը, որտեղ 1-2 գործողությամբ կարելի է էականորեն բարելավել ոչ միայն համակարգը, այլ նաև բերել համալրման գործընթացի աճին։ Կարելի է բերել այն հանգամանքին, որպես հնարավորինս քիչ թվով մարդիկ տարբեր պատճառով դուրս գան զինված ուժերից եւ այլն։ Այսինքն իշխանությունը իր հայտարարած կոռուպցիոն դրսևորումները, օրենսդրությունում եղած սողանցքները նվազեցնելու, դրանց ռիսկերը նվազեցնելու կամ վերացնելու փոխարեն գնացել է դրանց օրինականացման ճանապարհով։ Այսինքն սա նաև ներողություն, սա նաև խոստովանություն է առ այն, որ այս 7 տարիների ընթացքում
այս իշխանության ժամանակահատվածում ոչ միայն աճել են այդ դրսևորումները, այլև իշխանությունը որևէ լուրջ քայլ չի արել դրանք նվազագույն մակարդակին հասնելու համար։ Հիմա չկարողանալով այս ամեն ինչի դեմը առնել, չկարողանալով համակարգը փրկել, իշխանությունը գնում է շատ ավելի վատ ճանապարհով, որը շատ ավելի արագացնելու է այն արատավոր բարքերը, որոնք այսօր առկա են եւ դրսևորվում են։ Հայաստանին այսպես ապառազմականացման է, որտեղ նաև ասում են բացի զինվորներով, նաև սա բանալի պետք է մտնում կազմաքանդման մի դետալ է եւ կարծես թե դրան է ձգտում իշխանությունը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ է իր գլխում պահում իշխանությունը, այս process-ը ըստ էության բերելու է նաև զինված ուժերի կրճատմանը, որտեղ տեսեք ֆիզիկական առումով, եթե նույնիսկ լինի աճ, համարենք, որ մեկ ամսով ծառայողների թիվը պայմանական 200 է, բայց հասկանում եք, մեկ ամսվա ծառայությունը այդ մեկ մարդու հաշվով ոչ իրեն է զինվորական մասնագիտություն տալու, ոչ կարողանալ է զինված ուժերի ընդհանուր փիլիսոփայության մեջ որոշակի քո դերակատարում ունենաց, երկրորդն է զուտ ֆիզիկական աճը մեկ ամսով ծառայողների դեպքում, պատկերացրեք 24 մարդու դեպքում դառնում է 24 նոր մեկ լիարժեք ծառայություն։ Այլ այն դեպքում, երբ որ դու մեկ զինվորի վրա 24 ամսվա ներդրում ես անում մասնագիտական առումով եւ 2 տարվա այդ համատեքստում ունենում ես պատրաստված, մասնագիտացված, նաեւ որոշակի փորձառություններ ունեցող զինծառայող։ Երբ որ նրանք ասում են, գիտեք, մենք պայեստազորն ենք մեծացնում, այդ մարդիկ նաեւ պայեստազորում կընդգրկվեն, մեկ ամիս ծառայած մարդը, որը պայեստազորում է, ոչ այդ մարդը կարող է էֆեկտիվ մարդական հերթապահություն իրականացնել։ Դեռ չեմ խոսում հնարավոր պատերազմական գործողությունների մասին, որի դեպքում միակ բանը, որ կարող է լինել այդ մարդու դեպքում, դա հեշտ թիրախ դառնալն է։ Հասկանում եք։ Հիմա այս ներողություն, փայլակ, հեսա վերջացնում։ Հիմա այս համատեքստում ինչ հաշվար դրած է։ Նույնիսկ համեմատությունները, որ ուղեկցող փաստաթղթերով ներկայացված է, տեսեք, օրինակներ բերած է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակը, որ տեսեք, այնտեղ ժամկետային ծառայության ժամկետը քիչ է։ Այսինքն 80 միլիոնանոց Թուրքիան բերել է եւ համեմատության մեջ է դրվում 2.5 միլիոնից Հայաստանի։ Դեռ չեմ ասում քաղաքական նշանակությունը, յուրաքանչյուր երկիր ունի իր սպառնալիքները եւ ունի այն հիմնական սպեկտրը ճակատը, որում մտնում է, գործում է եւ պայքարում է։ Բերել դա պրոյեկտել Հայաստանի վրա, ասել գիտեք, հարևան երկրում, օրինակ Թուրքիայում ժամկետային ծառայությունը ժամկետը այսքան է, հասկանում եք, որևէ աղերս չունի տրամաբանության հետ։ Բայց տեսեք, հենց Բառնը չի հուշում, որ պարտադիր զինվորական ծառայություն, այսինքն պարտադիրը հենց դրա մասին է խոսում եւ հիմա քեշ փողով, հա, դա փոխարինելը որքանով է օրենքի նաեւ շրջանակներում։ Տեսեք, որպես կանոն հասարակության շրջանում օգտագործում է ժամկետային ծառայությունը, բայց իրական ձևակերպումը իհարկե պարտադիր զինվորական ծառայությունն է։ Այս օրերին ես նաև տեսել եմ բազմաթիվ իրավաբանների, որոնք նաև իրավական տեսանկյունից են շատ ավելի մատչելի եւ որակյալ նաև վերլուծություն ներկայացնում այս իրավիճակի հակասահմանադրական եւ հակաօրինական լինելու հանգամանքի մասին, բայց կրկնում եմ, այստեղ ոչ միայն օրենքի խնդիր կա, ոչ միայն այստեղ քաղաքականության խնդիր կա, այստեղ կա գաղափարական բավականին մեծ խնդիր եւ սա ջարդում է այն ողնաշարը, որի վրա հիմնված է մեր զինված ուժերը, այսինքն գաղափարական մոտեցումը, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, երբ որ այդ ամեն ինչը վերահսկում ես ու դա դնում ես բացառապես ֆինանսների վրա, սրանով որևէ խնդիր չես լուծելու։ Մի հանգամանք էլ ասեմ, գիտեք, այդ գումարների հաշվին կարող ենք վճարել, օրինակ, չգիտեմ, մեկի դեպքում 2 պայմանագրայինի Իսկ ով է ասում, որ մեր նման ժողովրդագրական վիճակ ունեցող երկրների պարագայում մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է ժամկետային ծառայությունը, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, դարձնել փողով, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել, եւ մեծ թվով մարդիկ կօգտագործեն այս հնարավորությունը ավելի բարձր վարձատրությամբ գան ծառայության։ Այն բարեհոգեբանական վիճակը, որը այսօր ստեղծված է մեր հասարակության մեջ, որը ստեղծված է զինված ուժերում, նաև բավականին մեծ խոչընդոտ է ստեղծում նոր մարդկանց զինված ուժերում ներգրավելու մասին։ Մեկ օրինակ էլ ասեմ եւ այս մասով եզրափակեմ, տեսեք, երբ որ հերոս պետական մակարդակով հռչակում է ոչ թե իր հայրենիքի համար կյանքը տված մարդը կամ հայրենիքի համար իր ողջ կյանքը նվիրած, թեկուզ եւ նաև չնահատակված անձը,
Երբ որ դա փոխարինում ես հարկ վճարողի մոտեցմամբ, հասկանում ես, այս ամեն ինչը փլուզվում է։ Այդ մարդու հիմնական մոտիվացիան այս մեկը դա նաև հասարակության եւ պետության վերաբերմունքն է իր ծառայության եւ իր առաքելության նկատմամբ։ Երբ որ քեզ քո պետությունը ասում է, որ դու զոտ աշխատակից ես, քո գումարը այսքան կբարձրենք կամ այնքան կբարձրացնենք, դու գնա քո գործը արա, հասկանում եք, այդ մոտիվացիան ամբողջությամբ այդ հիմնական մոտիվացիան դուրս է գալիս, եւ երբ որ ծառայությունը փոխարինվում է աշխատանքով, այն վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, գիտեք, ամբողջությամբ մնացած բոլոր ֆունդամենտալ հարցերը վերանում են։